Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուս ծանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ, մաղթում առավոտից ժպիտ, լավ տրամադրություն, ջերմություն եւ աշխուժություն, հատկապես որ արթնանում ես, աչքերդ բացում ես ու արևն է շողում։ Նաեւ մաղթենք մեկ գավաթ սուրճ։ Անպայման։ Ով ինչպես ցանկանում է, դառը կամ քաղցր։ Եվ այս պահին գեղեցիկ այսպիսի արարողություն։ Ողջույն Ողջույններով, բաժակներով։ այո։ Բարի լույս Սուրճ ու բոլորին։ սեր։ Այո, մարտի 24-ն է, ուղիղ եթեր, բայց Այո։ օրը 3 շաբթի է։ Երեկ էլ ենք աշխատում եւ շատ Այսօր ուրախ ենք, որ այսօր եւս աշխատելու ենք ձեզ համար։ Տիգրան Ես էլ- Հարությունյան, Եվ Լուսինե Մուրադյան։ բարի լույս։ Բարի լույս, միացեք, մենք սկսում ենք։ Քողի մեջ քարքարոտ, ջերմ արև կա ու կարոտ, ինձ կանչում ես դու քեզ մոտ, ոսերտաս, արևտաս, թող քո գիրկը կամ բարով, երազի ճանապարհով, որ քո քաղցր բարբարով, արևտաս, անգամ ու համբույրը ես իմ այտերի, թանցորենի բույրը ոսկե հատերի, ծիրանի ծառերը շուշ պարեն բռնել, որնեք են դաշտերը, հայ սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, ու սիրում մատուր ես, իմ անուշ, Սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, Արարատուն նուր ես, իմ անուշ, Հայաստան։ Աղջիկները նազանի, անուշիկ ու գեղանի, դարձան սուրբ Հայաստանի, մայրերը, հայ տղերքը քաջարի, հենց պարում են քոչարի, միանում են աշխարի, հայերը, ունես, հասնատուն ես, ունդ, հաստատուն, իմ հպարտություն ես, Սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, ու սիրում մատուր ես, իմ անուշ, Սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, Արարատուն նուր ես, իմ անուշ, Հայաստան։ Սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, ու սիրում մատուր ես, իմ անուշ, Սարերը, սերեն են սարյանի սևագիր, գրերը, գանձերն են հայերի, դու դրախտի դուր ես, Արարատուն նուր ես, իմ անուշ, Հայաստան։ Սուրճ ու սեր առավոտից։
Դե իհարկե, սուրճ ու սեր առավոտից միայնում են հանրային ռադիոյի ուղիղ եթերում ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Մինչ 11-ը ձեզ ողջունում ենք եւ մաղթում ջերմություն, լավ տրամադրություն, փոխադարձ, չգիտեմ, սիրո խոստովանություններ, կարող եք հենց այդ ամեն փոխադարձ տրամադրություն, լավ տրամադրություն։ Այո, լավ տրամադրություն, սիրո խոստովանություններ։ Ձեր սիրելին հենց հիմա պատտվեք, ասեք, որ նրան շատ սիրում եք։ Բայց ինչու հենց այսօր։ Ամեն օր պիտի ասեն, ուղղակի այս պահին հիշեցի։ Ինչ Այ որ սխալ եմ իմանա ասում։ ռադիոլսողները թե այսօր օրացույցով ինչ Չէ, օր էլի։ է աշխարհում, հաստատ չեն ուզենա։ Չէ, կուզենան, հակառակը դրա դեմ պայքարի օրն է այսօր, Տիգրան ջան, ֆիքսենք այդ Բայց դրա մասին քիչ անց, հանգամանքը, դրա այո։ մասին քիչ անց։ Իսկ այս պահին եղանակից ենք սկսում ինչպես միշտ անհրաժեշտ տեղեկատվության Արևն պաշարը։ է շողում, Այո։ արևն է շողում, մի քիչ սառն է օդը դե բնականաբար, Էլի բողոքում։ Չէ, չեմ բողոքում։ Ինչու է սառը, շատ լավ ջերմ եղանակ է, 7 աստիճան տաքություն է այս Ուրա, պահին ուրա, օրվա ուրա։ ընթացքում էլ մինչև 14 աստիճան Լուրջ ստացեք։ ես ասում, այդքան Ստացեք շատ։ կանոնային լավ եղանակ։ Հետո բայց նվազելու է։ Դե լավ Ես այսօր բանն է, վատատեսն ապրիր այսօրով։ Ոյ, Առանց տեղումների եղանակ է սպասվում մայրաքաղաք Երևանում։ երջանիկ եմ այդ առիթով։ Եվ ցերեկը, խնդրեմ, միջև ոչ թե 14, այլ 19 աստիճան տաքություն։ Լուրջ ես ասում, Բայց բայց ինչով եմ նորմալ ես չի։ այսօր աշխատանքի եկել։ Դու դրանով չես եկել աշխատանքի, բայց հետո պատկերացնում ես ինչ է տեղի ունենալ։ Դա եւ- հետոն է, դա վաղվանից է։ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 3 օրով մի քիչ կնվազի։ 4-ից 6 աստիճան ինչ է ուզում։ Համոզեցիր։ Տեսնենք ինչ իրավիճակ է հանրապետության տարածքում։ Նույնպես խնդրեմ, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է մի քիչ մի րոպե հիմա ասեմ ինչ է առանձին վայրերում սպասվում։ Դե լավ, էլի ասեցիր առանց Ամպրոպ։ տեղումների, բա Տեղում չի, ուղակի մի քիչ Տեղում կգորգրան, չի։ կգրմռան ամպերը եւ վերջ։ Քամի էլ ունենք հարավ-արևմտյան 2-ից 5 մետր հարուստ ենք, վարկյան էլի։ արագությամբ։ Բոլոր բարիկները ունենք բնության։ Չբողոքենք, մի խոսքով այլ է, գարանային լավ տրամադրությամբ, ամբողջ օրը, արևոտ, լավ եղանակ։ Իսկ դա նշանակում է, որ ենթադրում ենք իհարկե, բայց չենք ենթադրում եւ տեղեկանում ենք, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է դեռ շարունակում Մենակ է փակ Ամբերտ մնալ չգնաք։ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից, Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարորդներին բնականաբար հորդորում ենք երթևեկել բացառապես, շարունակել երթևեկել ձմեռային անվադողերով, միշտ ապեք փոխել անվադողերը, ինչպես Ժամկետ գոյություն ունի, ապրիլի 15-ը միջև։ Այո։ Եվ շարունակում եք դեռ ձմեռային անվադողերով երթևեկել, իսկ ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քանի դեռ Ամբերտը Ալբերտ չի դարել, մի Ես գնացեք։ Ալբերտ ասեցի։ Քարիլիչ մի Մի րոպե, գնացեք։ ես Ալբերտ ասեցի։ Ես եմ ասում։ Հա, լավ, ինձ թվաց ես Քարիլիչ մի լեզվի գնացեք, սայթակում է մի քիչ տեղի ամպերեք։ ունեցել։ Այո։ Տեսնենք ինչ իրավիճակ է մայրաքաղաքի Մենք ճանապարհներին։ որ գալիս էինք բավականին լավ իրավիճակ էր, այո։ շատ հանգիստ ու խաղաղ հասել ենք տեղ։ Բայց հետո համը դուրս Խցանում եկավ, չկար, խնդրեմ։ բայց հիմա 7 բալ է արդեն նիշը դարձել։ Սկսվեց։ Այո։ 3 ուրախացանք, 3 շատ ազատ էր, բայց այսօր կրկին 7 բալ է խցանումների նիշը, Մեր- ունենք նաև ավտովթար։ Էլի, Իհարկե, առանց դրա ոնց կլինի։ դե լավ էլի։ Խնդրեմ, հերացին պաստորեն իջնող հատվածում է, հա, միջին հատվածում, հերացին դեպի բժշկական համալսարան ընթացող ճանապարհի վրա, միջին հատվածում ունենք ավտովթար։ Լավ չի։ Այստեղ էլ կարծես կա։ Իհարկե, մի վթարով ոչ փոխանք։ 3 վթար հենց նոր տեսա ես կոնկրետ։ Ահա, տեղափոխվենք։ Կարեկին իշտե ոնց որ թե մեկը տեսա, խառնում Եթե- չէ, ամբողջը։ Լավ, արի այստեղից սկսենք։ Էլի ունենք։ Էլի ունենք։ Ունենք։ Այնտեղ տեղը կորցրեցինք, խնդրեմ Պարոնյան փողոցի վրա։ Պարոնյան իջնողը ունենք ավտովթար։ Պարոնյան իջնողն ունենք ավտովթար եւ հիմա նաեւ տեղափոխվենք այլ հատվածներ։ Սկսվեց։ Այո, եւ փորձենք տեսնել էլ որտեղ կան վթարներ։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե, այ մենք երթևեկում ենք Աչափնյակից դեպի կենտրոն համայնք, տանելի էր իրավիճակը։ Մենք երթևեկել ենք այն ժամային հատվածում, երբ ուսանողները կամ աշակերտներն են գնում Դե բայց դպրոցներ։ արձակուրդ են, չէ։ Հիմա արձակուրդ են դրա համար էլ տանելի էր, դա եմ ուզում ասեմ։ Իսկ ինչպես դարձավ 7 բալ, դա եմ ուզում հասկանալ։ Ուղղակի քնից արթնացան մարդիկ, որոնք չեն շտապում եւ դուրս եկան Ահա, տանից։ Գայի պողոտայի վրա ունենք ավտովթար, այս վարկերն տեղակ Թոթովենց փողոց եւ Գայի պողոտա հատման հատվածում է։ Խաչմերուկի մոտ է։ Ես կարծես Գարեգին Նժդեի կայանի մոտ էլ տեսա, բայց փնտրում եմ Միասնիկյան պողոտայի վրա ունենք եւս ավտովթար։ Ռոստոմյան փողոցում շինարարական աշխատանքներ են ընթանում, հարգելի ռադիոլսողներ, այո։ Կառուցվում է Հետևաբար քաղաքը, այնտեղ ոսոր կարմիրով է ներկված եւ կարծես թե վերջ։ Կարծես թե վեր դե 4 ավտովթար նշмарեցինք այս պայդրությամբ։ Դա Եթե գալիս է նրանից, էլի որ հայտնաբերենք, միմյանց չեք կասենք։ զիջում, փորձում եք խցկվել։
Ես Չորսը կարծես կապած։ անդրադարձա այս ավտովթարներին։ Կարծես Դե ջրաշխարհից մի քիչ վերև արդեն ասացի, այո, Գայի պողոտան եւ Միասնական պողոտան։ Ամենակարևորը ես միշտ ասել եմ ու դարձյալ կկրկնեմ, որ մի մոռացեք թարթիչի մասին, կա այդպիսի սարք մեքենայի վրա։ Եվ մի մոռացեք, եթե դուք թարթիչը միացրել եք, դա դեռ չի նշանակում բոլորը կանգնել են ու դուք գնաք թարթիչը միացնեք, որպեսզի մարդկանց տեղեկացնեք, որ դուք ցանկություն ունեք գից փոխել։ Եթե ձեզ տան այդ Եվ հնարավորությունը։ սպասեք, մինչև ձեզ կտան այդ հնարավորությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Շատերին թվում է թարթիչը միացրեցին, վերջ Ու պիտի վերջ, գնան։ գնացին։ Այդպես չի իրականում։ Երթևեկության կանոնները պետք է լավ սովորել, երբ բոլորը լավ իմանան ու պահպանեն, նման վթարները ավելի քիչ կլինեն։ Գնանք օթային տարածքներ, որտեղ երթևեկության կանոնների հետ կապված խնդիրներ չկան, եւ այսպես ժամանումների սանդղակը երբ նայում ենք, տեսնում ենք 2 վաղաժամ ժամանում ունենք, երկուսն էլ Դուբայի չվերթներն են։ 10:25-ի փոխարեն վայրեջք է կատարելու ինքնաթիռները 10:08-ին։ Չեխիալը հայտարարված շարունակում է այսպես շարժայի թռիչքը, մնացյալ օդանավերը Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակին են վայրեջք կատարելու, տեղափոխվենք նաև մեկնումների սանդղակ, ամեն ինչ ժամանակին է, հիանալի աշխատում է, դե շարժայի չվերթն էլ շարունակում է մնալ Չեխիալ հայտարարված։ Ասում ենք բարի գալուստ եւ իհարկե բարի թռիչք, ովքեր մեկնում են հանգստի օրինակ։ Մենք շարունակում ենք քիչ անց նաև բացելու ենք օրվա օրացույցը, կտեսնենք թե ովքեր են ինչ ծնվել, իրադարձություններ են այո։ գրանցվել։ Դե իսկ մենք այդ հերթական երաժշտական համարը գնացինք։ Նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսեն ծնկեցին, տակ խորի տակ վերցուցին, նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսեն ծնկեցին, տակ խորի տակ վերցուցին, բարբրնը շիրխանի, նանեն կեզի հեյրանի, բարբրնը շիրխանի, նանեն կեզի հեյրանի, բարբրնը շիրխանի, նանեն կեզի հեյրանի, բարբրնը շիրխանի, նանեն Manir, 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 hey, manir, 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 Սուրճ ու սեր առավոտից։
Սարի լալա։ Տեսնում ես ինչ լավ է։ 9:45 ռիթմերը օգնում են օրը սկսել լավ Ակտիվանալ տրամադրությամբ։ եւ աշխուժանալ, նաեւ լավ իրադարձություններն են օգնում ակտիվանալ, ժպիտ, պարգևել, երջանկանալ, ունենալ երջանիկ պահեր։ Իսկ լավ իրադարձությունները գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր մարդկանց մոտ։ Բացում ենք օրացույցը եւ առաջինից Առաջինը։ հոբելարին ենք զանգարում, ականավոր հոբելարն ունենք այսօր։ Եվ ասում ենք տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր։ Ինձ թվում է Սևակ ջան, քեզ այնքան շատ եմ սիրում, որ այդ երկար չեմ երկի, որ ականջները չծավալան։ Մեր գործընկեր Սևակ Հակոբյանին ենք միացել եւ Բարի ասում ենք լույս։ բարի լույս ու ծնունդդ շնորհավոր Սևակ։ Բարի լույս, շնորհակալ եմ շատ։ Կարող ես երկել լուսինեմ։ Լուսինեն թող երկի, ես մաղթեմ Սևակին։ Կարելի ասել Սևակը մեր աչքի առաջ մեծացավ։ Լսիր, Եվ այո։ հիմա չգիտեմ, ասեմ կրտսեր գործընկեր, Տակավին երիտասարդ։ տակավին ես երիտասարդ։ Սևակ, մենք քեզ մաղթում ենք բոլոր իղձերի նպատակների իրականացում եւ լինես այնպեսին ինչպես որ դու կաս, բարի, բայց քիչ բացակայես։ Դա շատ կարևոր է։ Սևակ չէր կարող դա չասել։ Դա չէի կարող չասել։ Իսկ ես քեզ մաղթում եմ, որ մշտապես քո կյանքում քեզ ուղեկցեն մեծ բեմերը, համերգները, որոնք վարում ես եւ իհարկե եթերային կյանքը տանսպար լինի, լի հետաքրքիր իրադարձություններով։ Շատ շնորհակալ եմ անակնկալի համար։ Եվ շատ Ասում էի թեև Ահա, նա Դու սպասում էր, բայց սպասում մենք էիր, քեզ չէինք պաստորեն։ ասել։ ես սպասում էի։ Ապրես, դե գիտես էլի իսկական ընկերները ինչպես են լինում։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ, ռադիոլսողներին եմ շնորհակալություն հայտնում, գիտեմ շնորհավոր են բոլորին դա որ Եվ Ինչ քեզ գիտես լավ որ կշնորհավոր են Էլ օրինակ։ մի դիկտան այսօր դրած։ Սևակ, որտեղ ես նշելու ծննդյան տարեդարձը Երևանում, Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Քանի որ դու կարող ես այսպես մատիվ եք։ Երևանում։ Լավ օր քեզ, լավ տրամադրություն։ Շնորհավորում ենք եւս մեկ Գնա անգամ։ շարունակիր երազանքներիդ Այո, հետևից։ գնա երազանքիդ Եվ եղիր հետևից։ երջանիկ։ Եվ Սևակ։ բոլոր օրվա հոբելարների համար ենք հիմա հնչեցնում այս կատարումը։ Այո։ Ասելիք կար։ Սևակը գնաց Չի երազանքի գնացել, հետևից։ այստեղ է։ Ստեղամ, ստեղ։ Դու ստեղ ես։ Այո, պաստորեն։ այստեղ է Սևակը։ Սևակ ջան, քեզ մաղթում ենք հրաշալի օր։ Բուրըն։ Շնորհակալ եմ։ Բայց այնպես թող անցնի օրդ, որ վաղը ամեն չհիշես։ Չորանաս աշխատանքի ես վաղը, հիշի դա այդ մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե հաջողություն քեզ։ May all your dreams come true. Happy birthday. This is your birthday song. Celebration all night long. May all your dreams Այսպեսի ծննդյան ձևում, բայց չհեռանալով ծնունդներից եւ օրվա հոբելարներից ես առաջարկում եմ հիմա այս երկի հնչյունների ներքո նաեւ Ասենք, թե ովքեր են ովքեր են ծնվել Գնացի։ այսօրը։ Եվ Ինչպես միշտ այսպես։ ֆուտբոլիստը քեզ է բաժին հասնում։ Դե հա, էլի այնքան շատ եմ հասկանում ֆուտբոլիստ, նույնիսկ չեմ էլ ճանաչում նա, բայց Դե ինչևէ ասա, դուք եք ոչինչ։ ճանաչում։ Բրազիլացի ֆուտբոլիստ Ռամիրեսն է ծնվել 1987 թվականի այսօրը։ Դե բասկետբոլիստն էլ դու ասա, երկու բասկետբոլիստ ունենք իմ Ինչ ես ասում, երկուսն էլ ամերիկացի Քրիս Բոշ եւ TJ Ford։ Մեկը ծնվել է 1983-ին, Ված չի։ մյուսը 84-ին։ Ահա։ Գնանք առաջ։ Էլիսոն Հենիգանն է ծնվել ամերիկացի դերասանուհի։ Դու նրան ճանաչում ես։ Այո, 1974 թվականի այսօրը։ Ահա, ամերիկացի դերասան Սթիվ Մակքուինն է ծնվել այսօր 1930-ին։ Նրա հայտնի ֆիլմերից են Բուլիտը, Մեծ փախուստը, Հրաշալի յոթնյակը եւ Թիթեռնիկը։ Շատ կասկածելի անուններ էին։ Չէ, չէ, կասկածելի չեն, ֆիլմերը որ դիտած լինեիր չէիր Ես ասի։ չեմ գիտում։ Եվ ըմբիշին անդրադառնանք ամերիկացի։ Ինչ ասեմ։ Ասա։ Undertaker-ն է ծնվել այսօր 1965 թվականի այսօրը։ Ստացվեց։ Ըմբիշը տեսնել։ ինքն է։ Այո։ Խնդրեմ։ Հասկացա։ Այո։ Ծննդյան տարեդարձերը կարծես թե ամփոփեցինք, թե չէ, դեռ կա, ինչի մասին է խոսքը։ Դարեֆոն է ծնվել։ Ակադեմիկոս Փիլիսոփա Գևորգ Բրությանն է ծնվել այսօր 1926 թվականին։ Ահա, եւ իտալացի դերասան, կոմպոզիտոր, Նոբելյան մրցանակակիր Դարեոֆոն է ծնվել 1926 թվականի այսօրը։ Գնանք առաջ, շարունակենք թերթել պատմության էջերը եւ տեսնենք ել ովքեր են ծնվել։ Կարծես թե վերջ։ Այսքանը։ Այսքանը, հիմա ես կփոխեմ Ավարտենք երաժշտությունը երաժշտությունը, այո, եւ այս մենք ֆոնը կանդրադառնանք փոխենք, արդեն իրադարձություններին եւ կհասկանանք թե ինչ է գրանցվել։ Այսօրը ինչ կա չկա Ահա։ աշխարհում առհասարակ։
Դե անդրադառնանք նաև այսօրվա թեմային ինքնաբերաբար գալու ենք դրան, բայց Սկսենք օրերից. հիշարժան օրերից, սկսենք միջազգային։ Հաղորդման սկզբում, երբ Լուսինեն բոլորին մաղթում էր երջանկություն, ժպիտներ եւ թող սիրելին Սեր Խոստովան ասացի ինչու հենց այսօրը։ Հիմա ասեմ։ Այսօր աշխարհը նշում է դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Ու ես այս պայից սկսած չեմ խոսի։ Դեպրեսիայի մեջ ես։ Կընկնեմ դեպրեսիայի մեջ եւ չեմ խոսի միջև եթերի ավարտը։ Դե քեզ տեսնեմ։ Ասեք, խոսեմ, թե ոչ։ Իրականում խոսիր, բայց ես մի բան ասեմ, որ շատ ժամանակակից մասնագետներ պնդում են, որ դեպրեսիա որպես այդպեսին գոյություն չունի։ Ոնց են գումար աշխատում։ Այ եկանք դրան։ Այն մարդիկ, որոնք դեպրեսիայի բուժման ընթացքից գումար չեն աշխատում, նրանք ասում են, որ դեպրեսիա չկա։ Իսկ ովքեր որ գումար են աշխատում, Դե ասեն ասենք կա։ Եկեք դիմեք Շատերն մեզ։ էլ ասում են գնանք, փորփրենք, քնքնենք մանկության գիրկը, հասկանանք այնտեղ ինչ տրավմաներ են եղել ու սկսվում է։ Մենք ձեզ կօգնենք։ Մենք ձեզ Մինիմում կօգնենք։ 10 սեանս պետք է գաք, ամեն սեանսը 30000։ 35։ Չէ, ավելի լավ է դեպրեսիա լավի մոտ տարապեմ։ գնանք էլի։ Լավ, եկեք լավ բաներից խոսենք։ Լավ, Դուք պայքարեք դեպրեսիայի դեմ, ես մի Բայց լավ բան դեպրեսիայի ասեմ։ դեմ լավ պայքարի միջոց կա։ Շոկոլադն է։ Այո։ Եվ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշում են շոկոլադի միջի, չամիչի ազգային օրը։ Աստված իմ, ես էլ Դա- գիտեի շոկոլադի մասին։ Տեսնում Չամից ես։ չեմ սիրում։ Պանրով ստեյքի ազգային օրն են Սա էլ է նշում հետաքրքիր, ամերիկացիները ըհը։ ճշմարտության Ության- եւ արդարության հիշատակի օրը։ Այսինքն Արգենտինայում հիշատակի։ հուղարկավորել են վերջ, ճշմարտությունը եւ չկա արդարությունը, արդարություն։ եւ այսօր արգենտինացիները նշում են հիշատակի օրը ճշմարտության։ Շատ Բաց ինչ չի։ ասեմ, չգիտեմ։ Ծիծաղեմ թե լամ։ Էքսպրեսիա։ Այո, այս պահին։ Շարունակենք Լեհաստան կարող է տեղափոխվել։ Լեհաստան կյանքի ազգային օրը։ Կյանք։ Կյանք։ Չէ, ուզում եմ Բարև, հասկանալ կյանք։ ինչի Հենց նկատի այդ ունեն կյանքն է։ կյանքի ազգային օրը։ Կյանք։ Ես պիտի բառարան բացեմ, սկսեմ մտածել, փորփրել, գտնել ու գրել թե որը ինչ հիմք ունի եւ ինչ նկատի ունեն այս, որովհետեւ միայն երկու բառով ասելը մեկ-մեկ Կարելի է տարօրինակ գրի է առնել եւ ստացվում։ հավաքել այս տարօրինակ օրերը։ Շատ կլիներ։ Տեղափոխվենք Ռուսաստան, որտեղ նշում են այսօր ավիաշտուրմանի օրը, նաև հերոստաշտարակի քանդման օրը, փաստորեն Շատ։ ռուսները քանդել են, հետո կառուցել են։ նորից կառուցել Հավի են։ բդիկների օր են նշում ռուսները այսօր եւ գլխի վայրի օրը։ Պարզապես տանը փորձում ես գլխի վայր։ Մի քանի Միտքս րոպե մնալ։ գլխի վայր շուրջ Շուր եկավ։ տվեցիր։ Այո, ճիշտն ասած։ Այդպես էլ է։ Նաև Ուգանդայում կա Ծառատունկի ծառատունկի ազգային օր։ Իրենք են Լավ է, անում ինչ շաբաթօրյակը, բայց այսօր շաբաթ չէ, այսօր 3 շաբթ Ահա, է։ շարունակենք եւ հասկանանք թե ինչ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ հենց այսօրը եւ արդյոք կան դրանք թե ոչ։ Այսօր Այո։ ներկայացել Կնքահայրը հանրայդ ֆիլմի պրեմիերան, դա եղել է 1972 թվականին։ Միացյալ Նահանգներում տեղադրվել է առաջին ծովային նավթա աշտարակը 1955 թվականի այսօրը։ Ահա։ Այո, տեղափոխվենք 1949 թվական եւ առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացել է ոչ ամերիկյան ֆիլմ, այլ Այլ անգլիական անգլիական։ Համլետ ֆիլմն է ստացել Օսկար։ Եվ նաև չմոռանանք մի կարևոր հանգամանք, որ հոլիվուդյան դերասանների գերակշիռ մասը ծնունդով բրիտանացիներ են, այլ ոչ տեղակ հենց ամերիկացիներ։ Մոտենում ենք մեզ հարազատ թեմային։ Կարծես թե մայիսի 7-ին ենք մոտենում։ Ահա։ Ալեքսանդր Պոպովը ուղարկում է առաջին ռադիո ազդանշանը, հենց այսօրն է դա եղել մարտի 24-ին 1896-ին։ Ահա, սա էլ իմացանք եւ ասենք, որ 1898 թվականի այսօրը վաճառվել է առաջին ամերիկյան ավտոմեքենան Winton մոդելը 1000 ամերիկյան դոլարով, պատկերացնում ես։ Ես չգիտեմ ինչ մոդել է դա, բայց եթե վաճառել եմ, ապրեն, ինչ ասում։ Ահա։ 1882-ի այսօրը Ռոբերտ Կոխը հայտարարում է տուբերկուլոզի հարուցիչ միկրոբակտերիան հայտնաբերելու մասին։ Իսկ 1822 թվականի հենց այսօրը անգլիացի Ուիլյամ Չերչը արտոնագրել է տպագրական շարով մեքենան։ Իսկ նույն երկրից անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացել է շոկե քարշի առաջին արտոնագիրը 1802 թվականին։ Ահա, եւ կարծես թե վերջ։ վերջ։ Այո։ Փակում ենք օրացույցը։ Փակեցինք օրացույցը։ Արի Իդեպ փակենք շարունակեք մեզ օրացույցը։ գրել, ես նայում եմ եւ տեսնում եմ թե ինչ մեկնաբանություններ կան, մենք դրանց անպայման կանդրադառնանք հարգելի ռադիո լսողներ։ Իսկ միջև շարժում ենք առաջ, ժամը 10 Պարում լուրերն է ենք, արխիվում ակտիվ եւ ռիթմերով։ մեզ կմիանա այսօր Կարեն Ղազարյանը։ Half of my heart is in Havana. He took me back to East Atlanta. Oh, but my heart is in Havana. There's something about his manners. Havana, ooh, na, na. He
back it on me, get the damn I'm out, she waited on me. Shawty kicking on me, got the bacon on me. This is history in the making, homie. White clean club, screen club, if it cost $1 million, ask me. I'm getting moolah, baby, moolah. Half of my heart is in Havana. He took me back to East Atlanta. Oh, but my heart is in Havana. Havana's in Havana. Havana, take me back, back, back. Take me back, back, back. Take me back, back, back. Hey, half of my heart is in Havana. Oh yeah, he took me back to East Atlanta. Oh, but my heart is in Havana. Havana. Unana, unana, unana. Սուրճ ու սեր առավոտից։ Ավարտվում է հերթական ժամը, բայց 2 րոպե մեզ սպառել են, որպեսզի մենք ողջունենք մեր գործընկեր Կարեն Ղազարյանին, ով Բարի արդեն լույս։ տաղավարում է, բարի լույս Կարեն։ Այսօր ինչպիսի տրամադրություն է, Նորմալ։ հա։ Քանի լուր հաշվեցիր, պետք է ներկայացնես։ Կարող ես ասել արա քանի լուր ես ներկայացնել այսօր։ Ընթացիկ երևա։ Մոտավորապես 8 լուր։ 8 լուր։ Մնում է տեղավորվում։ Կարեն ո՞նց ես դեպրեսիայի հետ։ Շատ դաժան բան հարցրի։ Այդը դու պետք է ասեիր։ Դե Այդ դու ո՞նց այդ հարցը չհարցնեմ, պետք տո չէ։ որովհետև Բայց դա այսօր այն օրն է Կարեն ջան, Դեպրեսիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հիմա դու պայքարում ես, թե հետը լավ ես։ Օրինակ ես դեպրեսիայի հետ լավ եմ։ Բարբերաբար պայքարում Բայց ինչ եք վիճում իր հետ։ Լավ եղեք հետը, ինքը կմտածի նորմալ չի կգնա։ Կուրախանա։ Կփախնի Հետաքրքիր տարբերակեր։ Փորձենք։ Լավ իհարկե, ինչի՞ մասն։ Ուսամ այսօրվա լուրերը փորձեն կնպաստեն, որպեսզի պայքարենք դեպրեսիայի դեմ եւ հակառակը չենք դեպրեսվի։ Գիտես ոնց, ինձ թվում է, որ ժամանակակից իրականությունում աշխարհի մասշտաբով լրահոսներ վիսի խայտաբղետ է, որ մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել եւ լուրերից դեպրեսիայի մեջ չենք։ Լսենք եւ տեսնենք, խնդրեմ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հանդիպմանը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է մշտական ներկայացուցչությունը։ Ընդգծվել է, որ ռասիզմի ու այլատյացությունը շարունակում են լայնորեն տարածված մնալ, խաթարելով ժողովրդական
հանրապետավարական ինստիտուտները, խորացնելով անհավասարությունները եւ սպառնալով խաղաղությանն ու անվտանգությանը։ Մշտական ներկայացուցիչը նաեւ մտահոգություն է հայտնել ատելության խոսքի տարածման առնչությամբ, այդ թվում թվային հարթակներում։ Այս համատեքստում շեշտվել է համապարփակ քաղաքականությունների արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակների եւ կայուն միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։ Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով իր պատմական փորձից, խորապես գիտակցում է ատելության եւ անհանդուրժողականության կործանարար հետևանքները եւ դրանք մնում են չասիագրված։ Ներկայացնելով ազգային ջանքերը նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին, միաժամանակ սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային մեխանիզմների հետ։ Շեշտվել է կրթության կարևոր դերը, անդրադարձ կատարելով Հայաստանի կրթություն հանուն խաղաղության նախաձեռնությանը։ Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայում քննարկվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունների միավորման հարցը։ Մեջբերում եմ, չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ, նյութի հեղինակները սկսել են իրենց մտածածին լուրի շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ դժգոհությունների մասին։ Արգելի գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել եւ չի շրջանառվում։ Հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը, ասվում է գրառման մեջ։ 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է եւս 1 քրեական վարույթ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հայտնել էինք, որ Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1-ամյա փոքրիկը։ Երեխան կլինիկական մահ ախտորոշմամբ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ։ Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում։ Բժշկական թիմի եւ առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը։ Ցավոք ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։ Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է ավարտել Իրանում պատերազմը, որպեսզի Դոնալդ Թրամփը կարողանա ստանալ Իսրայելի ազգային մրցանակը, հաղորդում է Ինեթը, հղում անելով իսրայելական աղբյուրին։ Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը արժանացել է Իսրայելի մրցանակին հրեական պետության ամենահեղինակավոր պարգևին, որը մինչ այժմ հանձնվել է բացառապես իսրայելցիներին։ Նախագահ Թրամփը կարծում է, որ պատերազմի ձեռքբերումները կարող են օգտագործվել կենսական շահերը պահպանող համաձայնագիր կնքելու համար, հայտարարել է Նեթանյահուն։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի կենսական շահերը կպաշտպանվեն ցանկացած համաձայնագրում։ Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հարվածել Իրանին եւ Լիբանանին։ Մենք մեթոդաբար ոչնչացնում ենք նրանց հրթիռային եւ միջուկային ծրագրերը եւ շարունակում ենք լուրջ հարվածներ հասցնել Հեզբոլահին։ Ընդամենը մի քանի օր առաջ մենք սպանեցինք եւս 2 միջուկային գիտնականի եւ մեր ձեռքը դեռևս բարձրացված է, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Պակիստանը փորձում է միջնորդել ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը դադարեցնելու համար, օգտագործելով իր կապերը եւ Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ, գրում է Financial Times-ը։ Ըստ լրատվամիջոցի, Պակիստանը առաջարկել է բանակցություններ անցկացնել մոտ ապագայում եւ բանակի հրամանատարը եւ վարչապետը արդեն կապի մեջ են Թրամփի եւ Իրանի նախագահի հետ։ CBS News-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին հայտնում է, որ Իրանը Հորմուզի նեղուցում մոտ 1 տասնյակ ստորջրյա ականներ է տեղադրել։ Ամերիկյան հետախուզության տվյալներով նեղուցում տեղակայված են իրանական Մահամ 3 եւ Մահամ 7 լիմպետ ականները։
Այսքանով ռադիոլուրն ավարտում է այս ժամի աշխատանքը, տաղավարում էր Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ եթեր կվերադառնանք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ She was more like a beauty queen from a movie scene. I said, oh my, but what do you mean? I am the one who would dance on the floor in the round. She said, I am the one who would dance on the floor in the round. She told me her name was Billie Jean, and she caused a scene. Then every head turned with eyes that dreamed of being the one who would dance on the floor in the round. Ooh, yeah. And people always told me, be careful what you do. Don't go around breaking young girls' hearts. And mother always told me, be careful who you love. Be careful what you do, cause the lie becomes the truth. Hey, Billie Jean is not my lover. She's just a girl who claims that I am the one. But the kid is not my son. She says I am the one. But the kid is not my son. For 40 days and for 40 nights, I was on her side. But who can stand when she's in demand? Her schemes and plans. Cause we dance on the floor and around. So take my strong advice. Just remember to always think twice. She told my baby we danced till 3. And she looked at me, then showed a photo of my baby crying. His eyes looked like mine. Cause we danced on the floor and around. Ooh, yeah. And people always told me, be careful what you do. Don't go around breaking young girls' hearts. And she came and stood beside me, the smell of sweet perfume. This happened much too soon. And she called me to her room. Hey, Billie Jean is not my lover. She's just a girl who claims that I am the one. But the kid is not my son. She says I am the one. But the kid is not my son. Yeah. Not my son. Not my son. She says I am the one, but the kid is not my son. Oh, yeah, she said I'm the one, but the kid is not my son. She said I'm the one, but the kid is not my She says I am the one. She says I am the one. Սուրճ ու սեր առավոտից։
10:11 րոպե մենք վերադարձանք ուղիղ եթեր։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի թարգելի ռադիոլսողներ, ռադիոլուրի մեր գործընկերը ներկայացրեց վերջին տեղեկությունները, մի քանի տեղեկություն էլ մենք ներկայացնենք ձեր ուշադրությանը, Այո։ չենք հասցրել դեռ տալ ձեր Նախ այսօր չենք Այո։ ներկայացրել Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի օրվա փոխարժեքները։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 377 դրամ է, 1 եվրոն 433 դրամ է, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 405 դրամ է, վրացական լարի փոխարժեքը 138 դրամ է եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ Սա էլ իմացա։ Այո, նաև ունենք երթևեկության, այսպես, ճանապարհային երթևեկության փոփոխություն։ Ձեր աչքը լույս չլինի, հարգելի Դե վարորդներ։ չգիտեմ ում համար ոնց, բայց ապրիլի 3-ից 90 օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի Պողոտա Ավետիսյան Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշան Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը հիմնանորոգման նպատակով։ Բայց երկար էլ փակում են 3 ամիս օրացույցային մոտավորապես, օրով։ այո, դա հետաքրքիր է։ Դե Ինչ մտածեք, կարգի մեջ հիմնանորոգում են սկսելու, որ Ինչպես շրջանցել եւ ինչպես չհայտնվել խցանման մեջ։ Համենայն դեպս Սա է մոտակա հարցը։ հատվածները այդտեղի բավականին խցանված կլինեն մշտապես բնականաբար օբյեկտիվ պատճառներով, որովհետև նորոգում է տեղի ունենալու եւ որոշ փողոցներ ուղակի զուտ փակ կլինեն, ստիպված կլինեք շրջանցել, իսկ փոքրիկ նեղ փողոցները նախատեսված չեն այդքան շատ հոսքի համար։ Ինչևէ, ձեզ բոլորիդ համբերություն ենք մաղթում, շնորհակալություն ենք հայտնում ձեզ հարգելի ռադիոլսողներ ակտիվության համար on-line հարթակում։ Դե էլ ինչ եթեր առանց Էդիկ Բաբուջյանի ծաղիկների եւ ջերմ ողջույն Էդիկ։ Վարդուշ Մաթևոսյանն ասում է բարի լույս հայ ու Հայաստան, բարի լույս սիրելի հաղորդավարներին, խաղաղ ու անփորձանկոր սերն ու երջանկությունն ուղեկից բոլորիս։ Արտակ Մխիթարյան, մենք ձեզ փոխադարձ ջերմ ողջունում ենք։ Մարիա Վիոլետան ասում է բարի ու արևաշխող օր բոլորին եւ իհարկե մեր շատ սիրելի գործընկեր Սևակին է շնորհավորում ծննդյան տարեդարձի առիթով, մաղթելով առողջություն, երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ։ Վարդիթեր Գևորգյանը, բարին ընձեզ սիրելի հաղորդավարներ, մեզ այսպիսի ողջույն է ուղարկել։ Շարունակեք ուղարկել ձեր ողջույնները հարգելի ռադիոլսողներ։ Մենք շարունակում ենք աշխատել, քիչ անց նաև կբացենք հյուրասրահի դռները։ Սիրով, մարտի 24-ն է, օրը 3 շաբթի, արևային առանց տեղումների օրեն մեզ խոստացել եւ այս պահին էլ Երևանում 8 աստիճան տաքություն է։ Մնացեք մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար Հանրային ռադիոյի ուղիղ եթերում 10:17 րոպե Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է։ Այսօր ռիթմիկ էսպես խրոխտ ռիթմեր են մեր եթերում Տիգրան ջան հատուկ է ստանում։ Փորձում ենք միասին պայքարել նաև երաժշտությամբ, դեպրեսիայի դեմ ենք պայքարում այսօր։ Իրականում այո, եւ կարծես թե ամբողջ աշխարհում, հա, շատ մասնագետներ են փաստում, որ նման իրավիճակներն ավելի են շատացել, մարդիկ դարձել են նաև ավելի խոցելի այդ տեսանկյունից եւ կա այդպիսի օր դեպրեսիայի դեմ պայքարելու միջազգային օր։ Այսօր հենց այդ օրն է։ Մենք փորձենք այսօր խոսել այդ մասին ու առհասարակ հասկանալ ինչ է իրենից ներկայացնում դեպրեսիան, փորձենք հասկանալ ինչպես անել, որ չընկնել դեպրեսիայի մեջ կամ եթե զգում եք զգալ առաջին նոտաները դեպրեսիայի եւ կանգ առնել, սթափվել եւ եթե զգում եք, որ Եթե դա հնարավոր է, զգալ եւ կանգ առնել։ Գիտես, իմ ուսուցիչներից մեկը մի շատ լավ խոսք ուներ, ասում էր, չեմ կարողանում, չկա բավարար ուզել է պետք, ցանկություն է պետք, ուժ է պետք մի քիչ եւ ամեն ինչ կստացվի։ Արի ռադիոլսողներին նաև առաջարկենք միանալ մեր զրույցին 553702 համար։ Դեպրեսիվ չենք դարձնում մեր եթերը, նախև բայց եթե կունենաք հարցեր մեր հյուրին, կարող եք սիրով ուղղել, իսկ մեր հյուրը Մայր Բուհից է։ Երևանի Պետական Համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու, Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Բաղդասարյանն է։ Տաղավարում բարի լույս։ Բարի լույս։ Տրամադրությունը լավ է։ Իհարկե հիանալի։ Այսպեսի ժպիտ լսելուց հետո։ Այս ժպիտով է դեպրեսիայից ենք խոսելու։ Իրականում ես եթերի սկզբում էլ ասացի, որ հայտնվել են մասնագետներ, մարդիկ, որ ասում են ընդհանրապես դեպրեսիա գոյություն չունի, դա այլ դրսևորում է։ Արդյոք համամիտ եք այդ տարբերակին, թե ոչ։ Շատ կուզենայի այդքան լավատես լինել, բայց ցավոք սրտի կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրական կլինիկական խորը դեպրեսիա գոյություն ունի։ Ցավոք գոյություն ունի, թեպետ ժամանակակից աշխարհում հիմա տարածվել են նաև դեպրեսիայի սքողված ձևերը, թաքնված տարբերակները եւ այ հենց դրանց մասին կարելի է շատ եւ շատ խոսել եւ շատ կարեւոր է որ մարդը ճանաչի դրանք, որտեւ երբ որ խոսքը գնում է հենց դասական դեպրեսիայի մասին, տխրությունը այնքան շատ է լինում, դրսևորումները այնքան շատ են լինում, ծանր անքնություն է լինում եւ մարդը դիմում է մասնագետի, քանի որ գիտակցորեն հասկանում է, որ այդ վիճակը ծանր է եւ չի ուզում մնալ այդ վիճակում։ Բայց եկեք տանք սահմանում, հասկանանք ինչ է իրենց ներկայացնում դեպրեսիա, դա կլինի դասական, թե ժամանակակից, թե քողարկված։ Այ մարդը ընկճված է, դա դեպրեսիա է թե ոչ։ Որպեսզի մենք խոսենք այս կամ այն երևույթների մասին որպես դեպրեսիա, այն ինչի մասին հիմա ես կխոսեմ, կնկարագրեմ, պետք է գոնե առնվազն լինի մարդու հետ 2 շաբաթվա ընթացքում 7+7 այսինքն 2 շաբաթ մարդը գնում է աշխատանքի գալիս է տուն նեղված է ընկճվածությունը դա մեկ այսինքն հուզական բացասական դրսևորումներ, լալկանություն, երկրորդը դա հետաքրքրությունների կորուստ, նաև ֆիզիկական դանդաղաշարժություն, այսինքն մարդուն դժվար ու ծանր է անել այն, ինչ որ սովորաբար ինքը անում է հեշտությամբ, եւ մտքերը անընդհատ պտտվում են որոշակի տրավմայի կամ ինչ որ նեգատիվ իրադարձության կամ մեղավորության զգացման շուրջ։ Կերտավոր մենք կարող ենք այդ մտքերը կպչուն համարել այն տեսանկյունից, որ կարծես թե մարդը սկսի ջնջել այն բոլոր ձեռքբերումները ու հաջողությունները, որոնց ինքը հասել է կյանքի ընթացքում եւ կենտրոնանալ միայն ու միայն ձախողումների վրա եւ անհաջողությունների վրա։ Հիմա գուցե տարօրինակ բան ասեմ, բայց կարող ենք տարբերակ նաեւ չբացառել տարբերակ, որով օրինակ մարդը ընկնում է դեպրեսիայի մեջ, անդադար սկսում է ինքն իրեն տանջել, ասել ոչ, թողեք, ես միայնակ եմ, ես լքված եմ, այսպես շարունակել, դուք ինձ չեք հասկանում, բայց չգիտակցելով մեկ էլ զգում ենք, որ նա չէ ուզում այդ վիճակից դուրս գա, իրեն դուր է գալիս, դա հոգեպես սնվում է այդ վիճակով։ Այո, եւ ես կարող եմ ձեզ բերել ուղղակի ցիտել Վինստոն Չերչիլի խոսքերը, մենք գիտենք, որ ինքը նույնպես դեպրեսիա բավականին երկար պայքարել է դեպրեսիայի դեմ եւ ինքը ասում էր, որ դեպրեսիան նման է փոքր սև շանձակուկի, որին այնքան հաճելի է ուսի վրա նստացնել, շոյել, այսինքն թեթև դեպրեսիան ինքը անգամ հաճելի է, որտեվ ինչ որ թախից է,
գտնվում։ Նաև ինքդ քո ուշադրության կենտրոնում, որտեվ դեպրեսիան դա ավելի հայացք է դեպի ներս եւ ինքդ ինչ որտեղ հաճելի է այդ թեթև տխրությունը, բայց ցավոք շան ձակուկները մեծանալու հատկություն ունեն, մեկ էլ կծան են լինում։ Այո, եւ կամանց այդ շունիկը դառնում է սև շան գամփր, որի տակ լղջվում է մարդը։ Եվ հենց դա է վտանգը եւ դուք շատ ճիշտ դա նկատեցիք եւ նկարագրեցիք, որ եթե մենք չկանխարգելենք դեպրեսիան սկզբում, եթե մենք ինչ-որ լիմիտներ չդնենք մեր տխրության համար, այն կարող է աճել եւ մենք հետագայում չենք կարողանա այլևս իր դեմ պայքարել։ Եկեք հասկանանք ինչ գործոններ են, որ նպաստում են այս իրավիճակին, ինչպես ենք մենք հայտնվում այս իրավիճակում։ Դա շրջապատի մարդկանց անտարբերությունն է, թե ինքնակնդատ լինելը սեփական ժամանակակից աշխարհի խաղի կանոնները։ Դեպրեսիան բավականին շատ տարբեր պատճառներ ունի։ Երևի եթե խոսենք հոգեբանական պատճառի մասին, հիմնական պատճառը դա երկարատև կամ սուր սթրեսն է, տրավմայի վերապրումը, այսինքն այն իրադարձությունը, որը ցնցում է մարդուն, եւ այն իրադարձությունը, որի ինքը չի կարողանում այսպես ուղակի հասարակ վերամշակի։ Ներեցեք, բայց մենք ինչ ծնվել ենք անդադար սթրեսների ու խնդիրների մեջ ենք, ու դրանք չեն ավարտվում։ Շատ այդպես ենք նայում։ Այո, դուք շատ ճիշտ եք եւ դրա համար հիմա ընդունված է այսպես դեպրեսիային ընդունել եւ կենսաբանական գործոններ եւ սոցիալական գործոններ եւ հոգեբանական գործոնների տեսանկյունից, այդ ավելի շուտ ոչ թե տարանջատում ենք, այլ այդ երեքի համընկնումը միաժամանակ բերում է դեպրեսիայի։ Մենք տեսեք, մենք իրոք որ շատ եւ շատ ստրեսների եւ տրավմաների միջով անցնում ենք թե ազգային մակարդակի վրա, թե համաշխարհային մակարդակի, թե ընտանեկան դրամաներ գոյություն ունեն, բայց մենք նաեւ ունենք սոցիալական աջակցման մթնոլորտ, այսինքն մեկս մյուսին աջակցելու, մեկս մյուսի թիկունքին կանգնելու եւ սոցիալական միջավայրը շատ կարեւոր նշանակություն ունի դեպրեսիաների կանխարգելման հարցում։ Այսինքն երբ որ մենք գիտենք, որ այո տխուր ենք, մեր հետ ստրես է տեղի ունեցել, ծանր իրավիճակ է, բայց մեր հարևանները, մեր հարազատները, հասարակությունը իրենք լավ են ապրում ու ավելի են ստրեսի մեջ անգնում։ Դա շատ վատ մտածողություն է իրականում։ Բայց իրականում այդպիսի հետազոտություն կա, որ եթե օրինակ սոցիալապես անապահով երկրում բոլորն են սոցիալապես անապահովությունը չի դառնում դեպրեսիայի պատճառ, բայց եթե ապահոված երկրում կան մարդիկ, որոնք սոցիալապես անապահով են, դա կարող է եւս դեպրեսիայի պատճառներից մեկը հանդիսանալ։ Ունենք խոսք, չէ՞, ասում եմ դարդերը քիչ էր, հարևանն էլ մեքենա գնեց, օրինակ։ Դա տիպիկ է բնութագրիչն է։ Այո, բայց դա միայն այդ գործոնը հաստատ համոզված եղեք դեպրեսիայի չի բերելու, բայց կբերի այն դեպքում, եթե մարդը գիտակցի ողջ իր անօգնականությունը, եթե ինքը գիտակցի, որ միջավայրը ոչ մի կերպ չի կարող աջակցել իր աճին ու առաջընթացին, եւ եթե կենսաբանորեն նաեւ զգա իրան ընկճված, եւ մի բառ էլ կուզենամ այստեղ անպայման բարձրաձայնեմ, կոչվում է անգեդոնիա։ Եվ այդ բառը նշանակում է հաճույք ստանալու անկարողություն։ Շատ լավներ, զարմանալու անկարողություն, հաճույք ստանալու է գալիս ենք։ Այդ շատ վատ է, երբ արդեն հաճույք չես ստանում ոչինչ։ Ինչից։ Ուզում էի խոսեինք դրա մասին, դուք ասացիք սոցիալական վատ վիճակ, հիմա տեղափոխվենք մյուս ծայրահեղություն։ Մենք հաճախ ենք նկատում, որ բարեկեցիկ զարգացած հիանալի երկրներում դեպրեսիայի թիվը զգալի մեծ է, շատ մեծ է եւ զարմանում ես, ասում ես ինչու։ Այստեղ կարծես թե մարդիկ խնդիր չունեն ու պիտի երջանիկ լինեն։ Եկեք այս մյուս ծայրահեղությանն էլ անդրադառնանք, որովհետեւ երբ ամեն ինչ լավ է ու դու չունես խնդիր լուծելու, առաջ գնալու, քայլանելու, տանջվելու, դժվարություն հաղթահարելու մեջ գալիս է ապաթիայի մեկ այլ փուլ, որտեղ դու չես կարող լինել լիարժեք երջանիկ եւ այստեղ սկսվում է խնդիր չունենալու դեպրեսիա։ Դեռ անցած դարում 30-ականներից 60-ական թվականներում շատ հայտնի մի մասնագետ Վիկտոր Ֆրանկլը խոսում էր այսպես կոչված էգզիստենցիալ վակուումի մասին, եւ այդ երևույթը հետեւյալն է, որ երբ որ մենք չափից դուրս ապահոված ենք լինում եւ չենք գտնում մեր կյանքի իմաստը, ամեն ինչ, բոլոր գործողությունները, բոլոր քայլերը մեր կյանքի իմաստազրկվում են, մենք չենք կարողանում գտնել իմաստ։ Եվ դա մարդու համար շատ ավելի ծանր վիճակ է, շատ ավելի ծանր հոգեվիճակ է, քան պայքարը գոյատևման համար, որտեղ այդ գոյատևման պայքարի մեջ կա նպատակ, կա մոտիվացիա, կա ցանկություն հասնելու եւ փոխելու, էներգիա է ծախսում։ Միանշանակ, բայց այդ իմաստի խնդրին ինքը ճգնաժամերից մեկի պատճառն է նաեւ երիտասարդներից շատերը կփաստեն, որ ունեցել են, անցել են այդպիսի երևույթի միջով, որտեղ որ փորձում են հասկանալ լավ ինչի համար է կյանքը, ով եմ ես այս կյանքում, ինչ կարող
եմ ես անել, ինչ կարող եմ ես փոխել։ Եվ այդ իմաստային պայքարի մեջ իրականում երբեմն ծնվում են հանճարներ, երբեմն ծնվում են շատ մոտիվացված մասնագետներ, որոնք գնում եւ ուղղում են իրենց պայքարը դեպի տարբեր հասարակական խնդիրներ, բայց նաև լինում են ցավոք սրտի ձախողված մարդիկ, որոնք որ բախվում են դեպրեսիայի հետ եւ այստեղ օգնության են գալիս մենք եւ հոգեկանարության ոլորտի մասնագետներս եւ իհարկե աջակից հասարակությունը։ Այսօր առավոտյան մի մասնագետ էի լսում, հետաքրքիր մի դիտարկում արեց, մենք լրագրողներս օրինակ այդ տարբերակով չենք կարող ուղղակի մեզ անջատել ու ապրել, բայց ասում է հետաքրքիր մի բան կա, որ չեն կոտրվում հիմնականում են մարդիկ, ովքեր կարողանում են իրենց անջատել, ասում է օրինակ կոնցլագերում հավաքված մարդիկ սկզբում ամենասկզբում կոտրվեցին են մարդիկ, ովքեր հույս ունեին, որ մի քանի օր անց ամեն ինչ լավ է լինելու եւ ամեն ինչ կուղվի։ Հետո կոտրվեցին են մարդիկ, ովքեր ընդհանրապես հույս չունեին ու մտածում էին, որ ամեն ինչ վատ է լինելու։ Ասում է, ավելի երկար գոյատևեցին հոգեբանական տեսանկյունից են մարդիկ, ովքեր չէին մտածում ընդհանրապես հետո ինչ է լինելու եւ իրենց փորձել էին անջատել։ Դա տարբերակներից մեկն է, բայց դա կարճաժամկետ պաշտպանական մեխանիզմ է, մենք չենք կարող ուղղակի ապրել առանց նպատակների եւ այսպես կարող եմ ձեզ ասել, որ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա գիտակցի իր ժամանակի գիծը։ Ինչ է իրենց ներկայացնում այդ ժամանակի գիծը, որ մենք հաշտ լինենք ու կարողանանք ինչ-որ ձևով հաշտ ապրել մեր անցյալի հետ, որ մենք հասկանանք, թե որոնք են մեր կյանքի նպատակները եւ ուր ենք մենք գնում եւ ինչի համար ենք մենք։ Անդունեք ինքներս մեզ։ Այո, եւ կենտրոնում այսինքն այստեղ ու հիմա մենք արդեն լինենք խաղաղ, մենք կարողանանք ոչ միայն այսպես անverջ պայքարի մեջ մտնել ինքներս մեր հետ կամ ինչ-որ անլուծելի խնդիրների հետ, այլ կարողանանք նաև վայելելով կամաց հանգիստ եւ գեղեցիկ անել քայլերը մեր։ Ես հասկացա, որ ինչպես ՊՏՏ-ս ցանկացած պարագայում դեպրեսիայից խուսափել անհնար է, դա այդպես է։ Ոչ, բացարձակապես այդպես չէ։ Իհարկե, փիլիսոփայական առումով ես կարող եմ ասել, որ իհարկե մարդ մտածողը այն ժամանակվանից, որ մենք դարձել ենք հենց Homo sapiens, որոշակի տխրություն մեզ հատուկ է եւ ով ասեց որ կյանքում մեզ անհրաժեշտ են միայն ուրախ էմոցիաներ, ոչ, մենք արդեն չենք վիճում որ եւ լույսը եւ մութը կարեւոր նշանակություն ունեն մարդու համար եւ նույն ձևով դոզավորված չափավորված տխրությունը, թախիծը ինքը անհրաժեշտ է մեզ որպեսզի մենք վերաիմաստավորենք այն ամենը ինչ որ մեր հետ կատարվում է, հա, եթե մենք կորուստ ենք ունեցել կամ ինչ որ տխուր բան է մեր հետ տեղի ունեցել, դա մեր իրավունքն է, որ մենք մնանք մենակ ինքներս մեր հետ եւ ունենանք մեր տխրելու իրավունքը, բայց ամենից կորած չէ։ Էմոցիոնալ հյուծվածությունը, էմոցիապես մաշված լինելը եւս կարող է բերել դեպրեսիայի։ Այո, հուզական այրումը կարող է բերել որպես հետևանք դեպրեսիայի, այսինքն յուրաքանչյուր խնդիր, որը մենք թողնում ենք առանց լուծելու, որպես հետևանք կարող է ունենալ նեգատիվ հետևանքներ եւ ամբողջ արվեստը կայանում է հենց նրանում, որ մենք ունենանք մշտական այսպիսի մշտադիտարկում, ինչպես որ մենք ուշադիր ենք լինում տանից դուրս գալուց մեր արտաքին տեսքին եւ ուզում ենք լավ տեսք ունենալ, նույն ձևով պետք է տեղի ունենա ու մեր մշակույթի մեջ մտնի ներքին մշտադիտարկումը, արդյոք լավ եմ ես, ինչն է ինձ անհանգստացնում, ինչն է տխրեցնում։ Գիտեք, այո, երբեմն օբյեկտիվ լինելու համար կարող ենք մենք ոնց որ երկու ցուցակ կազմել, բոլոր այն հանգամանքները, որոնք ազդում են մեր վրա արտաքինից, դա կլինեն հարևանները, կլինեն վատ հարաբերությունները, կլինեն կոլեկտիվում, ի դեպ դա շատ կարևոր նշանակություն ունի, որտեղ մարդը իր գիտակից կյանքի մեծ մասը անցնում է միջավայրում, կոլեկտիվային միջավայրում, եւ եթե հանկարծ լարված իրավիճակ է կոլեկտիվում, ապա դա շատ որպես հետևանք այստեղ համբույր ուղարկենք մեր գործընկերներին։ Մենք էլ ենք տանը եւ մեր տունը ռադիո տունն է։ Այո, չկան ստրեսներ, չկան իրականում հրաշալի կոլեկտիվ ունենք։ Իմիջիայից դա այդպես էլ կարող է լինել, որովհետև դուք իրոք շատ լավ մթնոլորտում եք աշխատում, դուք առնչվում եք արվեստի հետ, դուք ամեն պահ կարող եք դնել որպես երաժշտական դադար գեղեցիկ երաժշտություն, այսինքն դուք ձեր անտիստրես եւ անեն կարող է ապարել իմ դրած երկերի։ Միանշանակ, չի էլ քննարկում։ Ես կատակեցի, բայց ինձ թվում է այստեղ ինչ որ չափ, ասում եմ ամեն կատակի մեջ ինչ որ չափ ճշմարտություն կա։ Ասացի, որ դեպրեսիային պետք է ժպիտով դիմավորես, ոչ թե նրա հետ պայքարի մեջ մտնես, սկսել կռվել նրա հետ, այլև հակառակը, բանի տեղ չդնես, այսքան չսնես հոգեպես նրան, եւ նա կմտածի, որ աննորմալ ես ու կհեռանա։ Լավ տարբերակ է, բայց ես կուզեմ ավելի արդյունավետ տարբերակ եւս ասեք, ինչ անել, ասեք։
Կարծում եմ դեպրեսիայի լեզուն պետք է հասկանալ։ Այսինքն շատ հաճախ պատկերացնենք, որ մի օտար երկրացի է մեր դիմաց ու մենք չենք հասկանում ինչի մասին է նա խոսում, բնականաբար։ Ասում եք օքեյ։ Հա։ Իսկ կարող է փուլեր են, որ պիտի հաղթահարես, ու այդ փուլերը մեկը մյուսից շատ տարբեր են։ Տեսեք, կարող ենք առանձնացնել որոշակի փուլեր, բայց այստեղ հարցը նրա մասին է, որ երբ որ մենք որևէ նևրոտիկ խանգարման ենք բախվում կամ առնչվում ենք մեր տխրության հետ, իդեպ այստեղ տեղն է ասելու, որ շատ հաճախ ժամանակակից աշխարհում դեպրեսիան ի հայտ է գալիս այնքան սքողված, որ մենք կարող ունենանք աղեստամոքսային տրակտի խանգարումներ, մենք կարող ենք ունենալ ճնշման բարձրացումներ, գլխացավեր, միգրեններ, բայց պատճառը լինի դեպրեսիան, այսինքն առհասարակ չունենանք տխրություն, որ գոնե հասկանանք ինչ է մեր հետ կատարվում, այլ անվերջ թերապևտների դիմենք, մենք գցում ենք մագնիսային դաշտի վրա, ասում եք այսօր մագնիսային։ Այո, բայց մեկ-մեկ էլ գնում ես բժշկի, բժիշկը չի կարողանում հասկանալ ինչ է հետդ կատարվում, ասում է մոտդ դեպրեսիա է։ Ինչ լինում է, գցում են այն մյուս։ Տեսեք, բժիշկը այստեղ մենք վերջի շրջանում հա մեր կազմակերպությունները մի շարք գործընկեր կազմակերպություններ շատ եւ շատ վերապատրաստումներ են իրականացրել առաջնային օղակի մասնագետների եւ իրենք իրոք տեղեկացված են ու մարդը կարող է իրոք վստահել բժշկին, որ եթե որոշակի օբյեկտիվ զննումներ անցնելուց հետո բժիշկը ասում է, որ քո խնդիրը հոգեբանական դաշտում է, մենք իրոք պետք է այստեղ ուշադիր լինենք եւ ոչ թե մտածենք, օ ինչ լավ է հոգեբանական դաշտում է, ուրեմն ոչ մի լուրջ բան չկա, հարևանից այլ դիմենք համապատասխան մասնագետների եւ իրոք կարող է մի 4-5 հանդիպումը մասնագետի հետ այդ վերջակետը դնել, այսինքն բայց ասում են մինիմում 10, պետք է սկսել 10-ից։ Ուրեմն 4-ից տենց են ասել, ես գիտեմ։ Ասեմ ձեզ, որ անգամ մեկ հաջողված զրույցը կարող է շատ բեկումնային լինել եւ շատ բան փոխել, իհարկե խոսքը չի գնում հոգեմարմնական խանգարումների մասին, որտեղ որ մարդը այնքան երկար չի լսել իր դեպրեսիայի կամ իր առհասարակ հոգու խոսքը, որ վերջի վերջո մարմինը որոշել է հարցը ինքնուրույն լուծել եւ վերցնել հարվածը իր վրա։ Բայց ամեն դեպքում սկսեցինք այս զրույցը նրանից, որ մեզ անհրաժեշտ է լսել ինքներս մեզ։ Եթե մենք ուշադիր ենք լինում մեր նկատմամբ, մենք հասկանում ենք դեպրեսիայի պատճառը որն է։ Օրինակ, եթե մենք աշխատում ենք միտեղ, որը շուտվանից ոչ մի կերպ մեր անձնային աճին չի նպաստում, երբեմն դեպրեսիան խոսում է նրա մասին, որ չի կարող այլևս այսպես շարունակվել, վերկաց գնա առաջ։ Կամ երբ որ մենք անհաջող ու սխալ հարաբերությունների մեջ ենք, որոնք անverջ հյուծում են մեզ, դեպրեսիան մեզ ասում է վերլուծի, հասկացի, խոսիր, գտի լուծումներ։ Այսինքն հասկանալ դեպրեսիայի լեզուն նշանակում է հասկանալ ինքդ քո պահանջմունքները եւ այդ դեպքում մենք կկարողանանք շարժվել առաջ։ Հիմա մի բան էլ հարցնեմ, այստեղ ռադիոլեսողը դիտարկում էր արել, որ մոտս ուրիշ հարց առաջացավ, արդյոք ժամանակները նաեւ չեն փոխում պահանջները եւ խնդիրները, որովհետեւ Նաիրա Սարգսյանն ասում է մարդիկ մի ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմի միջով անցան, երբ սով էր եղել, չկար ընտանիք, որ զոհ չունենար, սակայն դեպրեսիայի մասին այդպես չընկան, գուցե մենք չէինք այն ժամանակ դիտարկում, որ դա դեպրեսիա է, բայց կարող ենք ասել, որ այն ժամանակների մարդիկ ավելի ամուր էին, ավելի ձիգ էին, որովհետև ավելի կոփված էին եւ նրանց կենսակերպներ այլ, ինչը չենք կարող ասել հիմա։ Մենք կարող ենք միանշանակ նշել, որ դեպրեսիայի թիվը մեծացել է հիմա համեմատ այդ ժամանակահատվածի, հա, որտեղ որ այլ հակազդումներ կար սթրեսին, հիմա ուղղակի դեպրեսիան դարձավ ամենամեծ ու տարածված հակազդումը։ Համացած, տեսեք, եթե ազատ մամուլ չէ, էլի, ազատ նրա սովինչ ուզում ասում է շատ են դիմում ձեզ այդ հարցերը բոլոր տեսակի։ Իրականում շատ են դիմում, ցավոք սրտի դիմում են արդեն երբ որ կան ձևավորված հոգեմարմնական խանգարումներ, բայց թե դեպրեսիան, թե հետծննդյան դեպրեսիան, թե դեպրեսիան արդեն մարմնական խնդիրների պատճառով, որտեղ երկարատև հիվանդությունները, հաշմանդամությունը, դժվարությունները եւս բերում են դեպրեսիայի, պատճառները տարբեր են, կան սեզոնային դեպրեսիաներ, կան կամ ասենք մեծ աշխատավարձից մարդը դեպրեսիա մեջ է, շատ երկար չճամփորդելու դեպրեսիա։ Դա էլ կա, երկար իրականում եթե երկար չճամփորդի, հետ ճամփորդական էլ կա, երբ վերադառնում ես, էլի դեպրեսիա մեջ ես ապրում։ Կան այդ։ Այո, բայց այդ բոլոր դեպրեսիաները, փոքրիկ էպիզոդները, այսպես ասած, հաղթահարելու ուժեր մենք ունենք, որովհետև միշտ կա հույս նոր ճամփորդության։ Միշտ կա հնարավորություն նորից ինչ-որ բան փոխելու։ Իրական դեպրեսիան այն է, երբ որ մենք չենք կարողանում այդ քայլը կատարել։ Արդյոք երբ մարդը ինքն իրեն այդ դա իսկական դեպրեսիայի բուն է։ Արդյոք երբ մարդը ինքն իրեն շատ լավ է ճանաչում,
շատ հստակ կարող է հենց սկզբից հասկանալ, որ դեպրեսիայի նշույլներ են եկել եւ դեմ դառնալ։ Միանշանակ ինքնաճանաչումը դա լուծում է նախնական խնդիրների Մենք մեծ զանգում Այո, ողջունենք ռադիոլսողին, Ասում եք, բարի բարի լույս։ լույս։ Ես գիտեի, որ կզանգահարեք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Անահիտ։ Կարինե։ Այ տիկին Կարինե Ասում կներեք։ ես Ես գիտեի, հաստատ գիտեի, որ տիկին Կարինեն զանգահարել։ Թող պատասխանի իմ հարցին։ Դեպրեսիան միայնությունից չի առաջանում։ Անհաղթահարելի համարվող դժվարությունից։ Շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալություն տիկին Կարինե ջան։ Տեսեք, Ես եմ շնորհակալ։ դեպրեսիան կարող է առաջանալ միայնության զգացումից։ Մարդը կարող է լինել մենակ, բայց չտարապել միայնության զգացումից։ Այսինքն ինքը ունենա իր կոմֆորտ զոնան, ինքը ապրի, իմանա ինչի համար է ապրում, եւ միևնույն ժամանակ մարդը կարող է լինել շատ մեծ ընտանիքում կամ կոլեկտիվում, բայց ունենա այդ միայնության զգացումը։ Այսինքն դեպրեսիան ինքը այնպիսի ներքին զգացողություն է, որում մարդը այո մեկուսացման մեջ է գտնվում, ինքն իր հետ է, ինքն իր մտքերի հետ է եւ չի կարողանում այլևս դուրս գալ այդ կաղապարներից, հա, կարծես թե փուճուր սենյակից, որտեղ որ ինքը լուծումներ չունի։ Կոլեկտիվում քեզ ներին դու Վայ, ինչ ես ասում, հո լուրջ եք նստելու։ Հա, բնականաբար։ Դու կներես բոլորին, չէ՞։ Ես ինքս խաղաղ բարի մարդ եմ, բայց ես ծանր եմ պաշտպանվում։ Դու բուլինգի դեպքում ինչ ես անում։ Պաշտպանվում եմ, վատ, շատ ծանր պաշտպանվում եմ, բայց այստեղ կարծես թե ձեր միտքը շարունակեց մեր ռադիո լսողը Ալբերտ Միքայելյանն ասում է ինչպես կվարվեք դուք, եթե հայտնվեք այնպիսի վիճակում, Աստված մի արածցե, որ ձեր բոլոր հարազատներ ցավոր մարդիկ սկսեն անտեսել ձեզ եւ չգնահատեն ձեր արժանինքները։ Այսինքն բլոկ են գցել, զանգերին չեն պատասխանում։ Պատասխանեմ, եթե խոսքը անձնապես ինձ է ուղղված կոնկրետ այս պահին, ես ունեմ ինձ Եվ սա է պատասխանը, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը անտեսի, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դեմ լինի, մենք չպիտի մոռանանք, որ մենք ունենք մեզ եւ մինչեւ մեր ինքնագնահատականը իսկ առողջ վիճակում մարդուն հատուկ է դրական ինքնագնահատական, մենք չպետք է վախենանք, նույնիսկ այն պահերից, երբ որ մենակ ենք։ Այստեղից հետևություն, որ ոչ ոքից կախվածության մեջ չլինեք։ Ինքներդ ձեզ վրա ձեր հույսը դրեք, ձեր տրամադրություն ստեղծողն դուք եք։ Միացեք, ճունի աշխարհը քեզ նման երկը եւ լսեք, վերջ, ասեք աշխարհը շատ ուրախ պատահ։ Այս հումորի նոտաները շատ կարևոր են իրականում, իզուր չեն ասում, որ բաժակը կիսով չափլիկն է, կիսով չափ, նաև մարդու խառնվածքն է շատ։ Եթե ջուրը չեն անջատել։ Եթե ջուր կա, Եթե ջուրը չեն կտրել։ Ամեն դեպքում դուք շատ ինչ տարբեր ենք։ Դուք շատ ճիշտ եք, լավատեսությունը դա համար 1 պայքարի տեսակն է եւ հումորի զգացումը համար 1 պայքարի տեսակն է դեպրեսիայի դեմ։ Գեցեք, որ եկաք եւ մեզ այսպես հույս հավատ ներշնչեցիք։ Հիշեցնենք մեր զրուցակիցը Մայրբուհի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյանն է։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Ինչ կարող ենք անում ենք Պաստոն ռադիո։ Հիմա լավ երգ ենք լսում։ Լավ երգ ենք լսում եւ մոռանում ենք դեպրեսիան։ Ինչ դեպրեսիա չկա։ Well, you can tell by the way I use my walk. I'm a woman's man. No time.
took effect on me. I'll be your mother awake, be your mother and staying alive, staying alive. Feel the city breaking and everybody shaking, we're staying alive, staying alive. Staying alive, staying alive. Staying alive. Love going nowhere. Somebody help me. Somebody help me. Not going nowhere. Somebody help me. Somebody help me. Be your getaway, be your mother, staying alive, staying alive. Feel the city breaking and everybody shaking, we're staying alive, staying alive. Staying alive, staying alive. Staying alive. Staying alive. Staying Այո։ Հանրահայտ Bee-Gees խմբի Staying Alive հիթներ իհարկե նորացած տարբերակով Afro House remix-ով, բայց մարդիկ չեն այլ AI-ներ են։ Սահակ Սարգսյանի խնդրանքն ենք բարձրացնում։ Bee-Gees Staying Alive, որոնք Afro House remix տարբերակն եք լսում, այո։ Շարունակում ենք 11:45 քառորդ ժամ ունենք, հա, 15 րոպե ընդամենը, որպեսզի այդ ընթացքում նաև հասցնենք խաղարկել այս երկու գիրքը։ Միանգամից երկու գիրքն էլ կլինի ձեր։ Արի հեղինակին ողջունենք։ Ողջունենք Գեղեցիկ Մարգարյանին, նրա երկու գրքերը այսօր կխաղարկենք, դուք կունենաք այս երկու գիրք, Գեղեցիկից այո, լավ ստացվեց։ Աշխատում ենք։ Հա, իմիջիալից ուզում եմ ասել, որ դեպրեսիայի լավագույն բուժման միջոցը նաև արվեստն է, դա կլինի ճիշտ ընտրված երաժշտությունը, գրքերը, մտքերը, խոհերը, որ կկարդաք ինչու ոչ։ Մենք սպասում ենք ձեր զանգերին, հարգելի ռադիոլսողներ 553702, իսկ թեման ընտրել ենք այսօր երջանկության թեման է, այնպես որ պիտի տրամաբանորեն փորձեք ճիշտ պատասխանել թեկուս 3 հարցի։ Արի 3 հարցանենք։ Արի 3 հարցանենք երջանկության մասին։ Եվ մենք կսպասենք ձեր զանգերին, իսկ մինչ այդ երկու գեղեցիկ գիրք, գեղեցիկից ես նորից պետք է կրկնեմ, այո, իմիջիալոց գրքերի անուններն էլ ասեմ, ել չկան քամիները, այսպես էլ է լինում, ել չկան քամիները բանաստեղծությունների ժողովածու է, եւ այստեղ մյուս գիրքն էլ որ նայում եմ։ Ահա, հետաքրքիր գիրք էլ սա է, ժողովածու է, հեղինակի 7-րդ գիրքն է, այնպես որ մենք ունենք զանգի միջայլոց։ Դե իհարկե, եթե կա մրցանակ, կա Վիկտորինա, իհարկե ունենք զանգ ու ասում ենք բարի լույս, տեսեք ով է պայքարելու մեր մրցանակի համար։ Այո, սիրելի հաղորդավարները ուշադիր լսում են ձեզ, մեզ միացել է Հայկանուշը։ Լավ եք Հայկանուշ։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, մենք երջանիկ ենք, դուք։ Ոչ այնքան։ Մասամբ։ Բայց որ գիրքը շահեք, երկու գրքերը կլինեք էլ ավելի երջանիկ։ Այո։ Փոքրիկ հաղթանակները եւ փոքրիկ կարևոր մանրուքները եւս երջանկության բերկրանք են պարգևում։ Պատրաստ եք։ Այո։
Դե ուրեմն 3 հարցի եթե ճիշտ պատասխանեք, այս երկու գիրքը կլինեն ձերը։ Եվ այսպես առաջին հարց. երջանկության հիմնական բաղադրիչներից որն է ամենակայունը։ Բանալի բառը ամենակայունն էր, այսինքն երջանկության հիմնական բաղադրիչներից որն է ամենակայունը։ Առաջին տարբերակ՝ բարձր եկամուտ, երկրորդ տարբերակ՝ ներքին հոգեբանական բարեկեցություն եւ երրորդ տարբերակ՝ հաջողության արտաքին նշաններ։ Երկրորդը։ Երկրորդը Աշխատավարձի մասին խոսք չկա այդտեղ։ ճիշտ պատասխանն էր Միչայլոց, ներքին հոգեբանական բարեկեցություններ, որովհետև ըստ հետազոտությունների երկարաժամկետ երջանկությունը կապված է ներքին վիճակի, ոչ թե արտաքին ձեռքբերումների հետ։ Ապրեք։ Մենք առաջին ճիշտ պատասխանն արդեն ունենք։ Կեցեք։ Գնանք երկրորդը։ Գնացինք երկրորդ հարցը, որ գործոնն է ամենաուժեղը ազդում մարդու երջանկության վրա։ Գումարը, սոցիալական կապերը, արտաքին տեսքը։ Վայ։ Սոցիալական կապերը։ Ճիշտ պատասխան, որովհետև Հարվարդի համալսարանի գիտնականները երկարատև ուսումնասիրություններից հետո եկել են եզրահանգման, որ ամուր հարաբերությունները կյանքի բավարարվածության գլխավոր աղբյուրն են։ Իսկ դա վիրտուալ կապերի մասին է խոսքը, Չէ, սոցիալական ընդհանրապես սոցիալական սոցիալիզացվելու մասին է։ Կարևանների հետ լավ Ոչ։ կապերի մեջ եմ հիմա։ Հիմա երրորդ հարցը։ Որ սովորությունն է ապացուցված բարձրացնում երջանկության մակարդակը, որ սովորությունը։ Առաջին՝ ամեն օր շնորհակալության զգացում արտահայտելը, երկրորդ՝ աշխատել առանց դադարի, երրորդ՝ սոցցանցերում ակտիվ լինելը։ Ոչ մեկ էլ չխոսալ։ Չէ, սպասիր։ Նորից ասեմ։ Ասեք։ Տարբերակները նորից։ Նորից տարբերակները։ Նախ, որ սովորությունն է ապացուցված բարձրացնում երջանկության մակարդակը։ Առաջին տարբերակ՝ ամեն օր շնորհակալության զգացում արտահայտելը, երկրորդ տարբերակ՝ աշխատել առանց դադարի, երրորդ տարբերակ՝ սոցցանցերում ակտիվ լինել։ Դե ձեզ տեսնեմ։ Այս այնքան հեշտ է մի հարցի պատասխանը։ Ամեն օր շնորհակալության զգացում արտահայտելը, աշխատել առանց դադարի, սոցցանցերում ակտիվ լինել։ Ճիշտ ասած մտածում եմ առաջինը։ Այո, եւ դուք շատ ճիշտ եք, շնորհակալության պրակտիկան կապված է դրական էմոցիաների աճի հետ։ Դրական հոգեբանության ուսումնասիրությունների տվյալներն են սրանք։ Դուք շահել եք, ծափեր կարող ենք հնչեցնել։ Շնորհակալ եմ։ Այս երկու գիրքը ձերն է, Հայկանոր։ Գեղեցիկ գրքեր, Ոչ մի գեղեցիկից։ սխալ պատասխան չկար, Ոչ մի սխալ հասկանում ես։ պատասխան։ Հիանալի է ուղղակի, Իհարկե նպաստեցիր, շնորհակալություն։ դու Դե լավ, հուշեցիր։ չէ, չեմ հուշել։ Դու հուշեցիր։ Չեմ Դե հուշել։ ամեն ինչ ռադիոլսովի համար է։ Այո, շնորհակալ ենք։ Եվ այստեղ մեզ Հայկանոր։ գալիս է DJ Groove ապացուցել է, որ երջանկություն կա։ Երջանկություն կա, բայց ես մի քանի հարց էլ քեզ ունեմ տալու, գիտես։ Արի երկը լսենք Լավ։ նոր։ Его не может не быть. Его не может не быть. Его не может не быть. Его не чувствует быть его. Счастье есть, его не может не быть. Счастье есть, его не может не быть. Счастье есть, его не может не быть. Счастье есть. Не плодить ненависть. Счастье есть. Я нашел. Возьми с собой. Хочу быть вместе с ней. Возьми с собой. Хочу быть вместе с ней. Երջանկություն կա։
Այո, կա, DJ միանշանակ։ գրողներ։ Եվ հաճախ այդ երջանկությունը Մոգոնել։ մենք ենք Ահա։ ստեղծում ու հիշեք յուրաքանչյուր դժվարության պարագայում նաև ինչ որ չափ ձեր ձեռքերում է խնդիրը դուք Միանշանակ։ ինքներդ պետք է Ամեն լուծեք։ ինչ մեր Հիմա ձեռքերում չասեք է։ թե ձեր ձայնը տակտեղից է գալիս, խոսելը հեշտ է, Այո։ մենք էլ ենք անցել տարատեսակ դեպրեսիաների միջով եւ Ահա։ տարատեսակ դժվարություններ հաղթահարում ենք հարգելի Ոնց ռադիոլսողներ։ չասես։ Մենք էլ ենք մարդ, հաց ենք ուտում, ջուր ենք խմում։ Իհարկե։ Ի վերջո եւ այո, իսկապես դա հենց այդպես է Տիգրան, մի քանի հարցել արի քեզ տամ էլի։ Ինչի մրցանակ Լավ։ միջև չլինի, ես ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Գեղեցիկից գրքեր կամ Գեղեցիկի գրքերը տվեցինք Հայկանուշին։ բան չմնաց, Չէ։ ոսկորներ ինձ։ Ես միշտ քեզ լավ եմ նայում, Տիգրան։ Շոկոլադներ են, էլ կերանք բրծավ։ Այսօր դու էիր բերել։ Դե ոչինչ, հիմա իմ ու քո Լավ, չկա։ արի հարց տամ քեզ։ Տուր, Արի։ տուր։ Ինչ ես կարծում, երջանկության մոտավորապես ինչքան տոկոսն է պայմանավորված գենետիկայով։ Օրինակ, 10%-ը, 50-ը, թե 90-ը։ Դու ուզում ես ասել, որ մարդիկ գենետիկորեն լինում են երջանիկ։ Ինձ թվում է, այստեղ ավելի շատ պիտի խոսենք խառնվածքի մասին, էլի, պայմանավորված արդեն։ Ես տուր հերքեմ այդ վարկածը, ոչ մի գենետիկա այդտեղ կապ չունի։ Ամեն ինչ իմ ձեռքերում է։ Հետազոտությունները ըստ հետազոտությունների մոտավորապես մարդկանց գենետիկայի 50%-ը կապված է գենետիկ Իսկ դա անգլիացիներն նախատրամադրվածության են արել այդ հետազոտությունը։ Չի գրված, Ես բայց չեմ մնացածը հասկանում։ մեր ընտրությունների ու Բա միջավայրի տեսնում ես։ հետ է կապված։ Դե դրա համար 50-50 են արել, Չէ, էլի։ այն 50-ն էլ է սուտ։ Իսկ ինչ ես կարծում, որն է ավելի շատ կապված երկարաժամկետ երջանկության հետ։ Եվ առասարակ կա երկարաժամկետ երջանկություն։ Կա, Լավ։ եթե քեզ տալիս են պայմանագիր մեծ գումարը, ու ասում է 5 տարի դու Դու միանգամից ընտրեցիր մեծ առաջին գումար։ տարբերակ այստեղ նյութական գնումներ, Դա փորձառություններ, երջանկություն չի։ փորձառությունների մեջ են մտնում ճամփորդություններն ու Նվեր։ հիշողությունները եւ շքեղ իրեր։ Բա տեսնում ես, հիմա որ մեկը քեզ մի շքեղ բնակարան նվիրեր, ասենք որտեղ օրինակ, ասենք Մալդիվներում։ Դեմ չեմ լինի, Ված բայց չեմ երկարաժամկետ երջանկություն չի դա։ Դու տալիս ես վարձով ու երկարաժամկետ երջանիկ ապրում, բայց էլ ոչինչ Դե չես անում, մի հասկանում կոտրիր ես։ հեքիաթը։ Դե հեքիաթը ո՞րն է, հեքիաթ է, բա ինչ Կոտրիր է։ հեքիաթը իրականում։ Այստեղ ասում էր, որ Բայց դու բան թողել չնվիրեն, դու բան թող չնվիրեն։ Ասում է փորձառություններն են երկարաժամկետ Հա։ երջանկության հիմքը, որովհետև ավելի երկար են պահպանում դրական զգացողությունները, քան նյութական իրերը։ Նորից պայմանագրի մասին, երկարաժամկետ պայմանագիր։ Մի խոսքով լավ։ Չստացվեց։ Չստացվեց։ Դու մեկ քեզ երջանկության մեծ չափաբաժին է տալիս այս երկչուհին, որին հաճախ է անդրադառնում եւ առանձնահատուկ սեր է ստացում։ Որովհետև նա երկում է ուզում լինել երջանիկ։ Հասկանում ես։ Դե լավ, ուզում ես եղի իրով է ձեռքդ։ Արի մաղթենք ռադիոլսողներին երջանիկ թեթև աշխատանքային հաջողություններով լեցուն օր։ Ժպիտ ենք մաղթում ձեզ հարգելի ռադիոլսողներ, հիշեք շատ բան ձեր ձեռքերում է եւ հասարակության ընկալումը ձեզ, նաեւ ձեզնից է կախված։ Տեսախցիկների առաջ նստած լայնաֆորմատ ժպիտով այսօր դες համար աշխատեցին Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Թող մարտի 24-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը, կհանդիպենք Հաջողություն։